խոսեցիք բարեգործական հիմնադրամից ու դիմեցիք կոնկրետ մարդկանց, արդյոք միայն նրանցից ունեք նպատակ գումար ստանալու, այսինքն այդ հույսով եք բացել բարեգործական հիմնադրամը ու այդ հիմնադրամի գումարները ոնց են ուղղվելու արցախցիներին, այսինքն ով է, այդ ինստիտուտը ապահովելու ու մի հարց, մենք գտնվում ենք հիմա Արցախի ներկայացուցչության շենքում, ինչ նպատակ ու իմաստ ունի այս ներկայացուցչությունը, Սամվել Շահրամանյանը, ընդդված պատգամավորները, որոնք մինչև այս պահը ասում են, որ իրենք գործող պատգամավորները ինչ են անում Արցախցու խնդիրը որևէ կերպով լուծելու համար, եւ դուք Հանրապետության նախին երկու նախագահներին նշեցիք, Լևոն Տեր-Պետրոսյանի անունը բացառեցիք, ինչու՞։ Սկսեմ նախ ձեր վերջին հարցից, անկեղծ ասած սպասում էի այդ հարցին, եւ եթե չմոռանանք, մենք ունեցել ենք եւս մեկ նախագահ, Արմեն Սարգսյանի մասին է խոսքը, հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը, դրանով պայմանավորված ես իր անունը չտվեցի, իսկ ինչ վերաբերվում է ումից ինչ սպասելիքներ ունեմ, ես իմ խոսքում նշեցի, որ առաջինը պետք է ուրեմն օժանդակեն այն արցախցիները, ովքեր տարիներ շարունակ արտոնություն են ունեցել եւ հաջողված բիզնեսներ են, սա գաղտնիք չէ։ Եվ այս ամենը Մամլո Ասուլիսի նպատակը առաջացել է մեր հայրենակիցների հանդիպումներից հետո, որովհետև արցախցիները շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանից, այսօրվա կառավարությունից մեծ սպասելիքներ չկան, եւ այստեղ հույսը դնում են իրենց հայրենակիցների վրա, սրանով է պայմանավորված։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ են անում մեր պատգամավորները կամ ինչ ենք անում մենք, սա ոչ միայն խորհրդանշական վայր է, այլև այն չնչին ուրեմն հնարավորությունները մենք պետք է նպաստենք, առաջ քաշենք, որպեսզի արցախցիների խնդիրները լուծեն եւ իհարկե վերադարձի հարցը միջազգային արտակներում ուրեմն ունենանք։ Սրանով է պայմանավորված մեր գործառույթը։ Մենք երբևիցե չենք խոսացել, քանի որ հարց եք ուղղում, ես ուզում եմ ձեր հարցին նույնքան ուղիղ պատասխանել, երբևիցե մենք չենք բարձրաձայնվել շենքի պահպանման ծախսերի հետ կապված։ Քանի որ կառավարության կողմից Արցախի պետական բյուջեն սառեցված է, այստեղ անհատներ են, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց վրա եւ ամենօրյա աշխատանք են կատարում եւ մարդիկ կան, ովքեր երեկոյան տաքսի են վարում, բայց առավոտներն այստեղ են լինում։ Իրականում սա իրականություն է եւ կարիք չկա այս ամենի մասին ընդլայնվելու, ժամանակի ընթացքում կգան լավ ժամանակներ, ես վստահ եմ, եւ մի օր դրանց մասին մենք կխոսենք։ Այս իշխանության կողմից բավականացած թիրախավորվել, մտավախություններ չունեք, որ այդ թիրախավորումները նաև տեսվողն։ Մենք առաջին իսկ օրվանից ունեցել ենք այդ մտավախությունը եւ ասեմ, որ իշխանությունը ամեն կերպ փորձել է խոչընդոտել եւ վազնական դուք գիտեք որոշ խնդիրների մասին, որոնց առաջ ես կանգնել եմ, բայց սա միայն մոտիվացիա է տալու եւ որևէ կերպ չի խոչընդոտելու, որպեսզի մենք մեր հետագա գործառույթները շարունակենք։ Իմ հարցը վերաբերում է արցախցիների բնակարանային խնդրին, նշեմ այն դեպքը, որ Eco Project ընկերության կողմից խաբեության դեպքեր գրանցվել, եւ ուզում եմ հասկանալ դատական գործ հարուցվել է թե ոչ, ինչ ընթացքի մեջ է դատական գործը եւ քանի արցախցի է դուրս։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն ասեմ, որ փաստաբանի հետ խոսել եմ եւ ասեց, որ 5-րդ դեպքն է տվյալ կազմակերպության մասով, որ խաբեությամբ արցախցիներից գումարներ են շորթում եւ բնակարաններ ինչ-ինչ պատճառներով չեն տրամադրում։ Փաստաբանը նշեց, որ գործը վարույթ է ստացել, սպասում ենք դատական վճռին։ Իսկ ինչ-որ միջոցառումներ կարող են ձեռնարկվել նման դեպքերը կանխելու համար, որովհետև ակնհայտ է դժվար է կանխել։ Դա Հայաստանի իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում է եւ կարծում եմ այս ֆորմատը եւս կարող է լրացուցիչ նպաստել, որպեսզի աչալուր լինեն եւ նմանատիպ դեպքերը կանխվեն։
Հետագայում գումարելու մի հաշվարկություն է, որ ընտանիքներն են առաջնահերթ ստանալու հնարավորություն գումար ստանալու կամ ընդհանրապես ընթացիկ արդյունքների կա արդեն օրինակ մոտավոր ծրագիր է եւ նաեւ թիրախավորվելու մասով շարունակություն նախորդ անգամներ երբ որ տեղի էին ունենում բողոքի ակցիաները կամ նույն դրանը երբ ազատության հրապարակում տեղադրված էր իշխանության ներկայացուցիչները նշում էին որ արցախցիների վիզերի հետ է խաղում եւ հիմա քանի որ նշեցիք որ նպատակը նաեւ այն է որ մաքրեք արտագաղթը ցույց տալով արցախցիների լույս գալը Հայաստան Հանրապետությունից սա են շահարկելու որ այդուհանդերձ դուք փորձելու եք արցախցիների բարերով հետագա պարագայում ստեղծել բողոքի ակցիաներին իրենց ներգրավվածությունն ապահովելու համար։ Դուք ձեր հարցում արդեն պատասխան տվեցիք եւ ակնհայտ է որ օրվա իշխանությունները ամեն ինչ անելու են կարճած մնալու իրենց աթոռից մեր հետ հանդիպումներ չեն լինում եւ ինչ ստանձնել են պետնախարարի պարտականությունը զանգերից եւս չեն պատասխանում եթե առիթ ունենաք նույն կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեք ուղղակի ասեք 1, 2 եւ 3 անդամներից բաղկացած ընտանիքները ձեր բնակարանային ծրագրով որտեղից կարող են տուն ձեռք բերել տեսեք պատասխան ունեն հնարավոր է արդյոք Երևանում չեմ ասում, հարակից քաղաքներում, Աբովյանում 12 կամ 9 կամ 6 կամ 3 միլիոնով բնակարան ձեռք բերել։ Կա այսօր այդպիսի բնակարան, ես ամենայն դեպս չեմ հանդիպել։